Հարգելի հետևորդներ, այսօր պատրաստել եմ շատ հետաքրքիր խոզի մատեր ու շատ հետաքրքիր ձևի, ամենակարևորը։ Ինչ ա մեզ հարկավոր պատրաստելու համար։ Համեմունքներից աղ, սխտորի փոշի, կապչոնի պապրիկա, կարիճնվի սախար, սև բիբար, կարմիր բիբար, սոուս պատրաստելու համար ինչ ա մեզ հարկավոր։ Մեղր, քաղցր գարչիցա եւ սոուս բարբեկյու։ Ժողովուրդ ջան, մեր դեպքում խոզի մատերը առանց յուղի են, նախընտրել ենք, որ առանց յուղի լինի։ Ինքը 4 կիլո կես է, քաշը։ Ինչ ա մեզ հարկավոր պատրաստելու համար։ Ամենաառաջինը մեզի հարկավոր է խոզի մատերի վրի պլյոնկեն հանենք։ Հիմա ես ամենաառաջինը պլյոնկեն հանեմ ու հերթականությունը ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Վիդեոն մինչև վերջ նայեք, որ իմանաք, թե ինչ ձև եմ պատրաստում։ Ինչի համար ենք պլյոնկեն հանում։ Պերեպրավը լավ մարինացնի միսը։ Այդ դրա համար էլ հարկավոր է անպայման հանել մատերի վրի պլյոնկեն։ Մեր խոզի մատերը արդեն պատրաստ են։ Հիմա հաջորդ ձեզի քայլը ցույց կտամ ինչ ենք անելու։ Դանակը կմաքրեմ։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մի քիչ կմոտիկանա։ Այսօր իմ օպերատորը Ջուլիան է, ժողովուրդ ջան։ Ինչ ա մեզ հարկավոր, ժողովուրդ ջան։ Նույն էս process-ը, հիմա մի րոպե կցույց տամ ձեզի։ Հիմա այս նույն process-ը, հիմա որ ես անում եմ, կարակ համ պատարակաղով անեք, քանի որ մենք ունենք այդ գործիքը, հարկավոր է ժողովուրդ ջան, այսպես։ Հիմա ցույց տամ ձեզ իր ձևի գործիքը։ Տեսնեք, ինքը այսպես։ Սիրուն յան ծակրտում ենք, որ ինքը մենք հիմա ինչ որ պետք է մարինացնենք, ինքը հավեսին։ Կարան հավ զուբաչիսկայով էլ անել։ Դե զուբաչիսկայով ջուր շատ երկար է դա լինելու։ Պատարակաղով էսա ժողովուրդ ջան, նույն ձևի պատարակաղով կարող եք, հա։ Ինքը դժվար բան չկա։ Նույն ձևի կարակ պատարակաղով այդ ամեն ինչ անեք։ Ինքը ամենակարևորը շատ հեշտ տարբերակն եմ ես ընտրել պատրաստելու։ Ինքը այդքան ժամանակ պետք չի պատրաստելու համար։ Ես նախորոք արդեն միսը էտել, պրոստը հիմա բացատրեմ ձեզ ժողովուրդ ջան։ Նախորոք միսը ես արդեն կտրատ է, սաղ պատրաստել եմ։ Վրի յուղը մենք արդեն հանել ենք զառանի, որ յուղոտ չլինի, որտեղ տան անդամներն էլ այդ ձևի յուղոտ հիմա չեն ուտում։ Դրա համար հիմա մենք սաղ պատրաստել եմ, որ ձեզի հարկավոր է նույն ձևի միսը, եթե գնում եք, կարակ որ դուք գնում եք մսավաճառին ասեք նույն ձևի ձեզի միսը մշակի, դուք տանը բերեք, այս ձևի ծակրտում եք, յան, տնավարի ձևի ամենակարևորը։ Всё, մեր միսը արդեն պատրաստ է։ Հիմա սկսում ենք հակառակ կողմը, քանի որ ոսկոր է, այս մասը կարելի է մենակ ջուլ, այս մասը հակառակ կողմը նույն ձևի, որտեղ որ փափուկ միս է, կարող եք էլի նույն ձևի, այսպես, թե պատարակաղով եք անում, թե այս գործիքով եք անում, ժողովուրդ ջան, արդեն ինչ ունեք, այդ դրանով է կարող եք անել։ Մատերի վրա ոչ մի բան պետք չի անել։ Հիմա այսպես հավաքում ենք, սիրուն միսը։ Հիմա մեզ ինչ է հարկավոր։ Մեզ ձեռքերս մաքրեմ։ Սկսում ենք համեմել։ Մեզի ամենաառաջինը հարկավոր է պրոթվին, հիմա մեզի Ջուլիան կօգնի, այսպես, սիրուն, որ կարողանանք ավվեսին աշխատենք։ Այսօր իմ օպերատորը Ջուլիան է եւ օգնականը ժողովուրդ ջան, ամենակարևորը, սկսել ենք արդեն իրար հետ պատրաստել, տեսնենք ինչ ձև է մեր մոտ ստացվում։ Ինչ ա մեզ հարկավոր։ Ամենաառաջինը ժողովուրդ ջան, ես նախորդ վիդեոյի մեջ էլ նույն ձևի էլի ձեզի ասում եմ, որ պետքա գարչիցա, անպայման քաղցր։ Հարկավոր է գարչիցայով, այս ձևի, բարակ էլի։ Որտեվ
Գարչիցայով միսը շատ համեղ է։ Գթալով այսպես մի քանի գթալ ավելացնում եք։ Եվ տարածում ենք։ Ժողովուրդ ջան, այն ձևի համեղ է ստացվում, դուք չեք պատկերացնում։ Շատ համեղ է այս ձևի ստացվում։ Ինչու ենք նորից էլի խոզի մատեր նկարանում, հիմա բացատրեմ, մեր կանալում էլի նույն ձևի կա։ Որովհետև դիտումները շատ են, ժողովուրդ ջան, փորձեցինք, ուրիշ տարբերակով պատրաստենք, որ մեր ժողովուրդը վայելի։ Այս անգամ ամենակարևորը առանց յուղի, որովհետև մարդիկ կան, որ յուղոտ միսա իրանք չեն ուտում։ Այս տարբերակը առանց յուղի է։ Հիմա նույն գործողությունը, ժողովուրդ ջան, հարկավոր է հաջորդ կողմը։ Էլի նույն ձևի գթալով ավելացնում ենք ու սրանից հետո սկսելու ենք, ժողովուրդ ջան, չեմ բանում, այս ձևի ֆորմատը ինչ ձև է ձեր դուրը գալու, սկսելու ենք այս ձևի խոսալ, որ ավելի հետաքրքիր լինի, մի քիչ ավելի տնավարի ձևի լինի, կլինի սխալներ չենք ջնջելու, թողելու ենք այդ սխալներն էլ լինի, որ ձեզ էլ իմանաք, որ պաստանովկա չէ, էլի ամեն ինչը։ Փորձելու ենք այս ձևի նկարը անենք։ Ու կխնդրենք անպայման մինչև վերջ վիդեոները դիտեք, ժողովուրդ ջան։ Մի մոռացեք լայքերը, կոմենտարիաները, անպայման պետք է։ Ինչի համար, որ մեր ալիքը ավելի ակտիվ լինի, որ մենք էլ ձեր համար շատ-շատ համեղ բաներ պատրաստենք։ Ըհը, ժողովուրդ ջան։ Մեր միսը արդեն պատրաստ է, լավ, տնավարի ձևի տարածեցինք։ Ձեռքերս մաքրեմ։ Հաջորդ մեր քայլը, ինչա մեզ հարկավոր։ Մեզի հարկավոր է համեմունքներ պատրաստենք, 2 գթալ ծովայի նախ։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սխտորի փոշի, տենում եք ոնց անձի օգնում, ժողովուրդ ջան։ Ու այս կադրները թողելու ենք այս ձևի։ Սխտորի փոշի ավելացնելուց հետո ավելացնում ենք, որը շատ անհրաժեշտ բան է, կարմիր կապչոնի պապրիկա։ Հայրյան ոնց է լինում։ Ծխացրած կարմիր բիբար, 2 գթալ։ Ոչինչ, եթե սխալվում ենք էլ ոչինչ։ Ավելացնում ենք 1 գթալ աբիշնի քաղցր բիբար, ավելացնում ենք 1 գթալ սև բիբար եւ ավելացնում ենք 1 թեյ գթալ կարիճնվի շաքարավազ։ Ու այս քամը այսեն, ժողովուրդ ջան, խառնում ենք տնավարի։ Ու չենք մոռանա, որ ամեն ինչը պետք է հավեսով անենք, ժողովուրդ ջան։ Հիմա ամենակարևորն է գալի, թե ինչ ձև ենք հիմա համեմուլու։ Դրա համար մինչև վերջ դիտեք, որ տեսնեք, թե ինչ ձև ենք համեմունքները ավելացնելու։ Հիմա ես ձեզի ցույց կտամ, ինչ ձև ենք անելու, որ ձեր մոտ նույն ձևի դուք էլ, որ ոչ շատ լինի, ոչ էլ քիչ լինի, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզի ցույց կտամ, ինչա պետք, ինչա հարկավոր անել։ Հիմա մի րոպե։ Ուրեմն վերցնում ենք այս ձեռքով, յան լավ տարածում ենք։ Հիմա հեսա կասեք, այդ ինչ ձևի պիտի անես, որ մենք չենք իմանում, հիմա ես ձեզի կբացատրեմ, ժողովուրդ ջան։ Մի րոպե համբերություն, ու ես ձեզի ցույց տամ, թե ինչա պետք անել։ Հավատացեք, որ մարդիկ կան 100% այդ ձևի չեն անում։ Հեսա ես ձեզի ցույց կտամ, դուք շատ եք արել, թե քիչ։ Նույն ձևի ես։ Շատ եմ ավելացրել համեմունք, թե քիչ։ Բավական է։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան։ Հիմա մեր օպերատորը, հիմա վերցնում ենք միսը։ Եթե ինքը թափեց, ուրեմն ժողովուրդ ջան, տեսնում եք, ինքը ցածի մասը։ Ինքը ինչքան հարկավոր է, ինքը արդեն բերեպրավը լավ ինքը կպչել է։ Գարչիցան որ կսել ես, ինչքան Դե չէ, ինքը եթե շատ էլ անենք, նույն ձև, եթե շատ ցանես, ինքը ավելի
թափի ցած։ Դրա համար պետք է որ եթե շատ էլ անեք, ժողովուրդ ջան, ինքը ձեր մոտ համեղ չի լինի։ Պետք է ամեն ինչը չափով անեք, որ ձեր մոտ շատ համեղ լինի։ Հիմա հաջորդ կողմը, էլի նույն ձևի գործողությունը կատարում ենք հաջորդ կողմը։ Այս է տնավարի ամենակարևորը, ժողովուրդ ջան։ Հələ նայեք, հələ արդեն իա տեսքից էլ երևում է, որ ինքը շատ համեղ է լինելու։ Ու այս կամով չենք սահմանափակվում ամենակարևորը։ Մեզի սոուսներ է պետք պատրաստել։ Բա որ այդ սոուսները դրա համար եմ էլի կրկնում, անպայման մինչև վերջ վիդեոն դիտեք։ Ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։ Որ այսպես համեղ բաներ ես ձեր համար պատրաստեմ։ Ձեզնից ինչ է գնում։ Ոչ մի բան։ Այնքան որ պետքա որ լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք, որ ես ձեր համար այսպես համեղ բաներ պատրաստեմ։ Հիմա էլի նույն ձևից ցույց կտամ ձեզի։ Այս կողմը։ Ես հետո ձեռքերով էլ եմ տարածելու, ջոլ։ Հա, հիմա եթե հիմա ես շատ անեմ յան, ինքը էլի նույն ձևի, հիմա նայեք, ժողովուրդ ջան։ Հիմա այս նույնն էլ այս մասը։ Եթե ինքը շատ է, նայեք, ինքը սա ամբողջական, որտեվ հերթականության խեմ ես կրկնում ձեզ ժողովուրդ ջան, պետքա մինչև վերջ վիդեոն դիտեք, որ տեսնեք, թե ինչ ձև եմ պատրաստում, որ նույն ձևը դուք անեք ձեր մոտ է։ Ու սկսում ենք ձեռքերով այսենց հավեսին մասաժ անել։ Հիմա որտեղ որ Ջուլիան նույն ձևի ասում էր ինքը չի տարածվել, այսենց նույն ձևի էլի վերցնում ենք։ Ու յան սիրուն այսպես տնավարի մասաժ ենք անում, որ մեր սաղ ամբողջական պերեպրավը տարածվի ամբողջական մսի վրա։ Ու հավատացեք, շատ համեղ է լինում։ Նայում եք գույնը արդեն ինքը լրիվ փոխեց, հիմա մեզի հարկավոր է այս մասը։ Նայում եք, որտեղ որ ինքը չի։ Այս է տնավարի ժողովուրդ ջան։ Չենք վռազում, հանգիստ աշխատում եք սաղ կողմերով, որ յան սիրուն մարինացվի։ Հիմա նույն ձև էլ այս մասը, ստեղ էլ։ Նայում եք տեղեր կա, որ ինքը սաղ ամեն անկյուն, ամեն տեղ, որ ինքը լավ մարինացվի։ Նայում եք, այստեղ էլ ինքը կա տեղ, որ պետքա որ Դե ոնց կարա ջոլ ինքը համեղ չլինի։ Դե մենք ընտանիքում շատ ենք պատրաստում, ճիշտն ասած։ Դրա համար փորձում ենք ձեզ էլ ձեր հետ նույն ձև կիսվենք։ Նույն ձև էլ այս մասը։ Տնավարի այս ժողովուրդ ջան։ Ու ամեն անգամ մի բան տիվովը փոխի։ Դե պետքա իմպրովիզացիա անես, որ քո մոտ, մեր մոտ, ասենք, տան անդամները ավելի համեղ ուտեն։ Իրանց ասում եմ, այսօր ուրիշ ձևի պերեպրավներ ենք ավելացնելու, իրանք ավելի հավեսով են ուտում երեխաները։ Ժողովուրդ ջան։ Մեր միսը արդեն պատրաստ է։ Չէ, սիրում եմ մի օր մնա։ Դե մի օր, եթե ժամանակը ներում է, կարակ մի օր թողեք, հավատացեք, որ ինքը շատ համեղ է լինելու։ Հիմա ես ձեռքերս կլվանամ, ձեզի հաջորդ քայլին կմիանանք, թե ինչ ենք անելու։ Գնացինք։ Հիմա կասեք գնացինք քիչ ասեմ։ 30 րոպե արդեն միսը լավ մարինացվել է, արդեն անցել է ժամանակը։ Հաջորդ քայլը ինչա մեզ հարկավոր։ Ուրեմն պրոթվինի վրա ավելացնում ենք ֆոլգա, ֆոլգան պետք է անպայման փայլող մասը դրսի մասը լինի։ Ֆոլգայի վրա ավելացնում ենք պերգամենտ։ Հիմա հերթականությունը սա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր միսը։ Այս ձևը։ Դե ոնց կարա սիրուն չլինի։ Հիմա ցույց կտամ, եթե ձեր մոտ միսը երկար է, հիմա նայեք, մեր մոտ երկար է, ինքը չի տեղավորում, ինչա պետք անել։ Պրոստը վերցնում եք մի քիչ։ Այս է, ստանում եք, ինքը ոնց տեղավորվեց։ Նույն ձև էլ հակառակ կողմը։ Ու հարկավոր է պերգամենտով։ Այս ձևից էս ծածկում ենք, եւ հակառակ կողմից։
Եվ անհրաժեշտ է ֆոլգայով այս ձևի։ Հիմա ամբողջական ծածկել։ Մենք դուխովկեն արդեն զառանի միացրել ենք 200 աշտյան եփվելու է 2 ժամ ժողովուրդ ջան անպայման մնացեք մեզ հետ վիդեոն մինչև վերջ դիտեք իմանաք թե ինչ ձև եմ սոուս պատրաստելու շատ հետաքրքիր սոուս եմ պատրաստելու հիմա մենք կտեղադրենք դուխովկի մեջ 2 ժամ հետո ես ձեզի կմիանամ ու կցույց տամ ինչ սոուս եմ պատրաստել ունես որ մինչև վերջ վիդեոն դիտեք մեր միսը արդեն պատրաստ է մեզի հարկավոր է պատրաստենք սոուս առաջինը ավելացնում ենք բարբիկյու բարբիկյուն շատ է անհրաժեշտ բավական է ավելացնում ենք գարչիցա դաժե կարելի է 3 ժողովուրդ ջան որտեղ գարչիցան շատ համեղ է լինում Քաղցրա չէ բովելի անպայման եւ ավելացնում ենք 1 քթալ մեղր ու հավատացեք ինքը շատ համեղ է լինում կփորձեք նույնպես կհամոզեք որ ինքը շատ համեղ է ստացվում եւ ավելացնում ենք 1 չայի քթալ կապչոնի պապրիկա բավական է եւ անհրաժեշտ է լավ խառնել Կելա իմ ամենասիրած պահը, որ հիմա պետք է բացենք, տենանք ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Լստենայք հələ։ Լստենայք ժողովուրդ ջան։ Ես արդեն ցավեսին մի հատ վարի։ Լստենայք հիմա ակուրատնիլը բացեմ, ես մեր օպերատորը լստենայք։ Արդեն հոտը ինչ հավեսին գալիս է։ Լստենայք ամեզի հարկավոր է այս ես կողերը ակուրատնի հավաքում ենք նույն ձևի հակառակ կողմը հակառակ կողմն էլ է ֆոլգեն հավաքում ենք հիմա մեզի անհրաժեշտ է մեր պատրաստած սոուսը Այս ես տնավարի ժողովուրդ ջան նայեք ինչ ապետիտնի տեսք ունի արդեն Հակառակ կողմն է սկսելու չէ Չէ մենակ մի կողմը հակառակ կողմը պետք չի արդեն ինքը համը հոտը պերեպրավը արդեն ակուրատնի ինքը Պրոստը մենք յան
տեսք ենք տալի այս ձևի սոուսով, համն ենք ավելի համեղադառնում ու տեսքը, ամենակարևորը տեսքն է, որ ինքը շատ ապետիտնի տեսք է ունենում։ Երևի ես կողմ եք սես։ Անպայման։ Այդ Ես ինչ ապետիտնի արդեն։ Հիմա այս ձևի ժողովուրդ ջան 15-ից 20 րոպե պետքա դուխովքում եփվի։ Բաց վիճակում։ այլ չենք փակել։ Ոչ, ինչ փակել։ Ինքը արդեն այս ձևի սիրուն պետքա որ վերևի կորշկեն կարմիր լինի, որ մենք կարողանանք հավեսին իրան փորձենք ու ուտենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն պատրաստ է, վերջնական տեսքը հիմա ձեզ էլի ցույց կտանք։ Մենք իրան կուղարկենք դուխովկա, կմիանանք ձեզի եփվելուց հետո գնացինք։ Ժողովուրդ ջան, եկավ իմ ամենասիրած պահը։ Հիմա մենք ձեզի մոտիկից ցույց կտանք, թե ինչ ձևի տեսք է մեր խոզի մատերը մեր մոտ ստացվել։ Ու համոզված եմ, ժողովուրդ ջան, որ ձեր մոտ էլ եթե վիդեոն մինչև վերջ դիտեք, այս ձևի տեսք կստանաք։ Հիմա մեր օպերատորը մոտիկից սաղ ցույց կտա, հələ նայեք հələ ժողովուրդ ջան։ Հələ ինչ ձևի տեսք է ստացել։ Հիմա մենք կփորձենք կտրատել, ու պրինցիպի կտրատել էլ պետք չի, ինքը այն ձև է եփե։ Հիմա լա մի րոպե, ինքը այն ձև է եփե, որ իրան լստենայք, ինքը արդեն միսը կտրտվում է։ Հիմա նայեք։ Մի րոպե։ Հիմա ձեռքով հələ նայեք, իա ոսկորը ոնց է առանձնանում, լստենայք։ Իան պետք չի որ Դաժե կտրատել, ինքը այն ձև է եփել, ժողովուրդ ջան, լստենայք։ Ինքը հանգիստ առանձնանում է։ Լստենայք։ Վայ ժողովուրդ ջան, էս ինչ համեղ է։ Հիմա մեր օպերատորը վրազացնում է անձի, բայց ես դիպ ուտեմ անպայման։ Լստենայք ժողովուրդ ջան, լստենայք սրա հատիկները ոնց ալնեմ։ Այս ձևի մենակ շեֆ պովերներն են իրանց ռեստորաններում պատրաստում։ Լստենայք ժողովուրդ ջան։ Վայ, էսի վերջն է ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, շատ համեղ է, որ ասում ես կականից հետ է, բայց մի հատ է պիտի ուտեմ, մի րոպե, որը շատ համեղ է։ Խոսքեր չկան, ժողովուրդ ջան, իրոք ես խոսքեր չկան։ Մալմալաթի պես ծանվում է, մալմալաթի պես։ Վերջում նույն բանն եմ էլի կրկնում ժողովուրդ ջան։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այս հենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու այս հենց համեղ բլուդները վայելում ենք։ Դե գնացինք վայելելու։